Անվերջ թեմա է, հա, որտեղ եւ խնդիրներն են շատ եւ գործնակարևոր, բայց սահմանափակվեմ միայն խնդրանք սա, երբ որ դուք ուսումնասիրեք եւ կամ ինչ որ մարդիկ եւ կարան նույնիսկ կարճ տեղեկանքներ սարքեն ոչ միայն 24-ի տարեկան հաղորդման, այն վերջի 4 տարվա մեջ ամբողջ կոնցեպտը այդ 4-ը միասին մեջը կա, ինչա կարելի անել կամ ինչ վտանգներ մենք ունենք։ Եվ ամեն տարի այդ վտանգները հա ավելի ուժ գնանում են, մյուս տարի էլի մեր ուսումնասիրությունները ցույց են տալի, որ մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու deepfake-ի հետ կապված։ Լրջագույն խնդիրներ։ Այդ մենակ մենք չենք ունենալու։ Հա, բայց որոշ տեղեր, օրինակ բանում, հա, մի շարք երկրներում բանը քրեորեն պատիժը կա արդեն։ Օրինակ, եթե կնոջ բանը դնես deepfake-ի միջոցով մեկ նկար կամ բան, միջև 8 տարի բան մեր մոտ Իսկ եթե տղամարդու կանանց մասն եմ կարդացել, չգիտեմ, հա, աշխարհը Պարոն Հակոբյան, մեր մոտ էլ չէ հրազդանում կար տենց ինչ որ դեպք, գիտեք, հա, բա խնդիր է լուրջ։ Քաղաքական դաշտ վաղ կմտնի։ Դուք տեսեք ինչ սիրուն նկարներ են անում քաղաքական գործիչների մասին, ոնց է ալնում, եւ մեր հասարակությունը ոչ միայն Հայաստանում, հա, շատ դյուրահավատ, ինքը կսկսի դրան հավատալ եւ դա կործանիչ հետևանքներ կարող ունենալ։ Պարոն Հակոբյան, իհարկե համաձայն եմ, որ ամեն րոպե նորանոր խնդիրներ են մեդիայի, մասսայական, լրատվական միջոցների հետ կապվածի հայտ գալիս ու դուք անդադարում եք անում, որ լուծումները ստեղ կան, այնտեղ կան 1 տարի առաջ, կես տարի առաջ են ընդունել, բայց եկեք ասենք, որ նաև արձանագրենք, որ այդ լուծումները, այսպես ասած, դեռևս իրանց արդյունավետությունը կամ անարդյունավետությունը ցույց չեն տվել, չգիտենք ավելի շատ խնդիրներ են ստեղծել, թե լուծումներ են։ Դրա համար ճիշտ է, որոշ տեղերում ավելի ուժեղ սահմանափակումներ կան, բայց մենք չգիտենք էլի դրա հետևանքները լավը կլինեն, արդյունավետ կլինեն, թե անարդյունավետ, իհարկե արժե մտածել ամբողջ աշխարհի հետ հավասար այս խնդիրների շուրջ, որն էս չի լինի, որ մի 100 տարի հետո մենք բերենք մեր կարգավորումները, ոնց որ սովորաբար արել ենք, կարծում եմ արհեստական բանականությունը ինչքան որ մեծ հնարավորություն է այնքան էլ կամ դրանից մի քիչ ավելի մարտահրավեր է, բայց դրա սահմանափակումների հետ նույնպես պետք է ավելի զգույշ լինել, որովհետև կամ բաներ օրինակ առաջընթացը եւ զարգացումը, որ ոչ մի կերպ չես կարող օրենքով սահմանափակել։ Իսկ դա ինձ թվում է այս ժանրից է։ Մնացյալի մասին կարծում եմ ավելի համապարփակ կզրուցենք, արդեն կխոսենք ազգային ժողովի լիագումար նիստում, այս հարցը չի քննարկվում, ընդունվում է ի գիտություն ձեր զեկույցը, կհանդիպենք արդեն լիագումար նիստերի Շնորհակալություն ուշադրության եւ մասնակցության համար։